Անցած անգամ սենց մի հատ հատկություն էինք ձևակերպել, հիշեցնենք։ Եթե x-ը ձգտում է a-ի և մի հատ համար կա, որ այդ համարից սկսած ինչ տեղի ունի x-ը մեծապ է։ Սրա ապացույցը բերել էինք, թե հիմա սրա համանման մի հատ հատկությունն էլ արդեն երբ որ փոքր է ինչ-որ q-ից, դա էլ ձևակերպենք, հա։ Եթե x-ը էլի a-ի է ձգտում և ամփոքր է q, ապա էլի մի հատ համար կա, որ այդ համարից սկսած մեր հաջորդականության անդամները փոքր են q-ից։ Սա ինչպես կարող ենք ապացուցել։ Հա, էլի սահմանի սահմանումից, մի կողմից, մյուս կողմից կարող ենք նախորդից օգտվենք։ Այո, Էդուարդ։ Մինուս x-ը կձգտի մինուս a-ին, մինուս a-ի լավը արդեն այն է, որ ինչից է մեծ է մինուս q-ից, հա, ու այդ պատճառով մինուս x-ները մինուս q-ից ըստ նախորդ հատկության մեծ կլինեն ինչ-որ համարից, այդ նույնն է թե, որ x-ը արդեն փոքր կլինի q-ից, հա, այդ նույն համարից սկսած։ Շատ լավ։ Այստեղ մի հատ մասնավոր դեպքերը նայենք, հա, այս երկու հատկությունների, մասնավորապես եթե p-ն հավասար է 0, p-ն հավասար է 0 դեպքում կունենանք, որ ինչ։ Եթե x-ը ձգտում է a-ի, որը արդեն դրական թիվ է, հա, ապա մեր հաջորդականության անդամները սկսած որոշ համարից կլինեն դրական, հա։ Այսինքն եթե հաջորդականության սահմանը դրական է, ապա որոշ համարից սկսած բոլոր անդամները ևս դրական են։ Որոշ համարից սկսած դրական կլինեն նաև x-ները։ Իհարկե նույնը կարող ենք ասել մի հատ էլ հատսականի համար։ Եթե x-ի սահմանը ինչպիսի թիվ է։ Բացասական է, հա։ Ապա որոշ համարից սկսած մեր x-ի անդամները, հա, x-ները ևս կլինեն բացասական։ Շատ լավ։ Հիմա հետևյալ հատկության մեջ համոզվենք, որ եթե x-ը ձգտում է a եւ x-ը մեծ կամ հավասար է p, ապա ինչ եք ակնկալում։
Եթե հաջորդականության անդամները գերազանցում են կամ մեծ կամ հավասար են ինչ-որ թվից, ապա ինչ կարող եք ասել իր սահմանի մասին, որ սահմանը նույնն է թե եթե գոյություն ունի սահման x-n եւ x-n-ը մեծ կամ հավասար է p, ապա սահման x-n-ը էլի մեծ կամ հավասար կլինի p-ից։ Այսինքն ոնց որ կարողանում եք սահմանային անցում կատարել այդ անհավասարության նշանի տակ, հա։ Եկեք սրա համանման հատկությունն էլ մի հատ ձևակերպենք, հա։ Սենց լավ է։ Բայց այն կողմից պետք է ասեին ձեր մոտ ամեն ինչն էլ լավ է։ Հատկություն 2 շտրիխ։ Եթե x-ը ձգտում է i եւ x-ը փոքր հավասար q բոլոր n-երի համար, հա։ Ապա փոքր հավասար q, հա։ Եթե սահմանը գոյություն ունի ու հաջորդականության անդամները փոքր են հավասար ինչ-որ մի թվից, ապա սահմանը եւս փոքր է հավասար այդ նույն թվից։ Հատավ, հիմա եկեք x-ը փոքր է q-ից։ Այդ խոսանք։ Այդ ոնց որ շատ կարևոր բան ես ասում, բայց դրա մասին մի րոպեից կխոսանք։ Հիմա եկեք սա ապացուցենք։ Իհարկե, բավական է այս հատկություններից մեկն ու մեկը ապացուցենք, մյուսը կստացվի պարզապես հակառակը, այսինքն ինչ է։ Մինուս x-ը նայելով, ոնց որ այն ժամանակ հատկություն 1 շտրիխը 1-ից ստացանք մինուս x-ը նայելով, նույն ձևով էլ ստեղ կարող ենք դա անել։ Հիմա եկեք ասենք, լավ, որն եք ուզում ապացուցենք, 2-ը 2 շտրիխը։ Շտրիխը, այն ժամանակ մեկն ենք ապացուցել, հիմա շտրիխը ապացուցենք, շատ լավ։ Ինչպես ապացուցենք, որ եթե սահմանը կա, ապա եւ հաջորդականության բոլոր անդամները փոքր են հավասար q, ապա պետքա սահմանն էլ փոքր հավասար լինի q-ից։ Մենք կարող ենք նաեւ մեր ձեռի տակ եղած գործիքներից էլ օգտվենք։ Ոնց որ կարող ենք ուղիղ ճանապարհով գնալ։ Բարի։ Կարող ենք էլ ինչ անենք։ Էլ ինչ կարող ենք անել։ Հատկություն 1-ից բխում է, ոնց է բխում։ Ոնց որ այն ժամանակ մենք գիտեինք, որ q-ն a-ից մեծ է։ Հիմա մենք ուզում ենք համոզվենք, որ q-ն մեծ կամ հավասար է a-ից։ Պատկանում է x-ն, չէ։ Լավ, ժողովուրդ, սենց ասի կարանք ուղիղ ապացուցենք ու հակառակը, այսինքն ինչ։ Ենթադրենք հակառակը, հա։ Ենթադրենք հակառակը։ Ինչն ենք ենթադրում։ Ան մեծա q, հա։ Ան մեծա q, ունենք որ x-ը ձգտում է a-ին։ Հետո x-ի սահմանը մեծա q-ից, այդ ինչ է նշանակում։
X-ները մեծ կամ հավասար են Q-ից, որոշ համարից սկսած, համաձայն հատկություն 1-ի թե 1 շտրիխի։ 1-ի, ընտիր, լավ էր, որ լռություններ ոչ թե պարզապես Q տենցնելու ասել, որ 1 շտրիխն է, հատկություն 1-ն ենք օգտագործում, սահմանը ինչ-որ թվից մեծ է, այդ պարագայում մեր հաջորդականության անդամները սկսած որոշ համարից էլի պետքա լինեն մեծ այդ նույն թվից։ Համաձայն հատկություն 1-ի գոյություն ունի ինչ-որ համար, հա, այնպես որ այդ համարից սկսած X-ները մեծ են ինչից? Հա? Մյուս կողմից մենք գիտենք, որ X-ը փոքր է հավասար Q։ Հիմա այստեղ հակասություն տեսնում ենք, մասնավորապես որտեղ ենք այդ հակասությունը տեսնում։ Ասենք, որ X ինչի համար եք այդ հակասությունը տեսնում։ Xn, X1-ի մեջ պրոբլեմ կա։ Xn 0-ից սկսած այդ խնդիրը սկսվում, հա, մասնավորապես Xn 0-ն մեծ է Q-ից, հա, եթե n 0-ից սկսած բոլոր անդամները Q-ից մեծ են, մյուս կողմից Xn-ը փոքր է հավասար Q բոլոր n-երի համար, ուստի ինչ կարող ենք եզրակացնել։ Օրինակ Xn 0-ն փոքր է հավասար Q, եկանք հակասության։ Շատ լավ, մի քանի դիտողություն անենք սրա հետ կապված։ Նախ, որ ապացույցին եք նայում, մեզ պետք էր, որ բոլոր X-ները Q-ից փոքր կամ հավասար լինեին, թե հերիք էր, որ ինչ-որ տեղից սկսած լիներ։ Եթե ինչ-որ տեղից սկսած լիներ, ասենք չգիտեմ, N1 համարից սկսած է, սա տեղի ունենում, N0 համարից էլ սկսած սա է տեղի ունենում։ Հիմա խնդիրը որ համարի մոտ կարող եք նկատել այդ հակասությունը, որ n-ի համար կարող եք նկատել, ստեղ n0-ի համար տեսանք, հա, որ x-n0-ը համ պետք է q-ից մեծ լինի, համ փոքր հավասար, ինչը հնարավոր չի։ Հիմա այնտեղ որ համարի համար։ Եթե, չգիտեմ, 1000-ից սկսած գիտեք, որ q-ից մեծ է, 2000-ից սկսած էլ գիտեք, որ q-ից փոքր հավասար։ Հիմա որ համարի համար, որ n-ի համար այդ խնդիրը կնկատեք։ 2001-ի կամ 2000-ի, հա, այդ ոնց ընտրեցիր։ Համ պետք է մեծ լինի, ինքը սկսած 1000-ից էր մեծ, բայց 2000-ի համար էլ է մեծ, 2000-ի համար փոքր հավասար ու արդեն եկանք հակասության։ Այսինքն այդ երկու ինդեքսից պետք է վերցնենք ամենամեծը, որ մեծն ենք վերցնում, համ մի պայմանը պետք է բավարարվի, համ մյուս պայմանը պետք է բավարարվի, տեղից գալիս ենք արդեն հակասության, հա, դիտողություն, հատկություն 2-ը և 2 շտրիխը, տեղ ունենա նաև այն դեպքում, տեղ ունենան երբ x-ը, այնտեղ հատկություն 2-ում երևի գրել ենք մեծ հավասար p, հա, և x-ը փոքր հավասար q, պայմանները համապատասխանաբար, որ ասում ենք համապատասխանաբար,
Նկատի ունենք, որ 2-ին x-ը մեծ կանոնսարապեն, 2 շտրիխին x-ը փոքր հավասար q։ Տեղի ունեն ինչ-որ համարից սկսած։ Այսինքն այստեղ կարանք փակագծերի մեջ գրենք, հա, x-ը մեծ կանոնսարակ p, երբ որ n-ը մեծ կանոնսար n1 կամ x-ը փոքր հավասար q, երբ որ n-ը մեծ կանոնսար է n1։ Այդ կարանք նշենք, հա, ապացույցում ընթացքում կդիտարկենք x-ը, որտեղ n-ը դա մաքսիմումն է n0-ից ու n1-ից։ Հա, որ երկու պայմաններն էլ տեղի ունեն։ Շատ լավ։ Հիմա մի հատ էլ դիտողություն անենք։ Ասենք, օրինակ ստեղ ասում ենք x-ը ձգտում է i, եւ եթե հաջորդականության բոլոր անդամները փոքր են հավասար q-ից, ապա սահմանն էլ պետք է փոքր հավասար լինի q-ից։ Ինչ է կարծում, եթե ասենք փոքր լինի q-ից սահմանը պետք է խիստ փոքր լինի q-ից, թե ոչ։ Ոչ։ Հա, կարող է հավասար լինել, այո։ Եթե x-ը ձգտում է i եւ x-ը փոքր է q, դա դեռ բավարար չէ։ Դեռ չի նշանակում, որ an փոքր է q։ Օրինակ կարող ենք բերել x-ն հաջորդականության։ Եկաչափական պրոգրեսիա, որի բաժանարը 1/2-ը։ Okay, 1/2-ը այն աշճանը։ Հա։ Ну, քանի որ ստեղ գրել ենք փոքր է q, արի հարմարացնենք այդ իրավիճակին։ Այդ ոնց որ 1/2-ը այն աշճանը, որ ասում ենք, մի փոքր հարմարացնենք։ Այս 1/2-ը այն աշճանը ձգտում է 0-ի ու իրանք մեծ են 0-ից, դա այն էսի լավ օրինակ կծառայեր այն դեպքում, երբ որ ասում ենք x-ը մեծ է p-ից, չի բխում, որ իր սահմանն էլ պետք է մեծ լինի p-ից։ Եկում մինուս։ Մինուս, ընտիր։ Ալեքսանդր։ Okay։ Այս մինուս 1-ը բաժանած 2-ի աշճանը եթե նայենք, սա ձգտում է ինչի։ 0-ի եւ x-ը պարզա որ 0-ից փոքր է։ Այսի մեր an է, այս էլ փոքր է 0, որը մեր q-ն է, բայց an q-ից փոքր չէ։ Իհարկե, եթե փոքր է q, ստեղ կարող ենք պնդել, որ ոչ թե an փոքր է q, այլ an փոքր կամ հավասար, որովհետև ստեղ որ հավասարը ավելացնենք, միայն կթուլացնենք այդ պայմանը ունեցած, ու որը էլի տեղի կունենա, հետևաբար an փոքր հավասար q-ն էլի տեղի կունենա։ Բարի։ Լավ, ապելհատություն 3 հա, զուգամետ հաջորդականության սահմանը
միակն է։ Եթե հաջորդականությունը ունի սահման, ապա այդ ինչ-որ կոնկրետ թիվ է լինելու, երկու տարբեր սահմաններ ունենալ չի կարող։ Ինչպես անենք։ Ենթադրենք հակառակը։ X-ը զուգամետ հաջորդականություն է, որը ձգտում է և ինչ-որ A թվի և B թվի և A-ին և B-ին, իհարկե A-ն և B-ն հավասար չեն, որտեղ A-ն հավասար չէ B։ Գոնե երկու հատիկ սահման ունի։ Հիմա ինչպես հասկանանք, որ սա հնարավոր չէ, որ X-ը համ A-ին ձգտի, համ B-ին ձգտի։ Մենք էլի ոնց որ կարող ենք օգտվել նախորդ հատկություններից։ Իհարկե այստեղ A-ն ու B-ն ոնց որ հեշտ կարևոր չեն, որն է մեծ, որն է փոքր, հա։ Կարող ենք առանց ընդհանրությունը խախտելու ենթադրենք, որ A-ն փոքր է B-ից, հա։ Այսին S A-ն է, S B-ն է։ Կարող ենք առանց ընդհանրությունը խախտելու ենթադրել, որ համարյա թե։ Կանոնը հիմա ունենք, որ հաջորդականությունը A-ին է ձգտում, ունենք, որ հաջորդականությունը B-ին է ձգտում։ Մի հատ իրանց միջև թիվ վերցնենք, օրինակ A + B կեսը, հա, տենց ամենա բան թիվը։ Ձեր անունները Okay։ Այս A + B կեսը ստեղ նշեցինք, նկատենք, որ A + B կեսը մեծ է A-ից, ուստի ինչ կարող ենք ասել։ Եթե մեր հաջորդականությունը ձգտում է A-ին, A + B կեսն էլ իրանից մեծ թիվ է, A + B կեսը կլինի նաև մեր հաջորդականության անդամներից մեծ, սկսած ինչ-որ համարից, հա, ուստի համաձայն ուստի հատկություն մեկից թե մեկ շտրիխից։ Մեկի մեջ ոնց որ մեծապ էր, մեկ շտրիխում փոքրա Q էր։ Հիմա այստեղ ինչ-որ բանից փոքր է, չէ՞ մեր սահմանը։ Ուրեմն մեկ շտրիխից կստանանք, որ գոյություն ունի ինչ-որ համար, այնպես որ այդ համարից սկսած ինչ է լինում, X-ները փոքր են լինում A + B կեսից, հա, եթե մեր հաջորդականությունը մոտենում է A-ին, այս էլ իրանից մեծ թիվ է, ուրեմն հաջորդականության անդամները ինչ որ համարից սկսած պետք է A + B կեսից փոքր լինեն։ Լավ, սրա անունը դնենք 1։ Ինչպես։
Հա, հեսա էդի կգրենք։ Չեմ կարա, սահմակի, որ եթե անվերցրել ենք սահման, այսինքն նրանից հետո չպետք է հաջորդականության անդամ։ Չէ, A-ից մեծ հաջորդականության անդամներ կարող են լինել։ Բա ոնց է սահմանը։ Օրինակ 1/3-ը ձգտում է 0-ին, 1/3-ը բոլորն էլ 0-ից մեծ են։ 0-ից փոքր, դե կարա հաջորդականությունը այնպես լինի, որ 1 մեծ լինի, 1 փոքր լինի։ Հա, սենց գնալով մոտենա, -1-ին բաժանած այնը։ Հա։ Լավ։ Մյուս կողմից Հայկ։ Հա, մյուս կողմից ոնց որ Հայկը նշեց, A + B կեսը փոքր է B։ Ուստի հիմա էլ կօգտագործենք առաջին հատկությունը, հա, որ մեր սահմանը, ուստի x-ը ձգտում է B եւ B պայմանից եւ այստեղ նշենք, որ պայմանն ենք օգտագործում եւ հատկություն 1-ից, հա։ Ստանանք, որ գոյություն ունի ինչ որ n թիվ, ինչ գրեմ, n1 գրեմ, n2, հա, այդ հեշտ պարտադիր չի, որ այդ նախորդ թվի հետ համընկնի։ Գոյություն ունի մի հատ թիվ, գուցե տարբեր, այնպես որ այդ համարից սկսած արդեն x-ները մեծ են լինելու, եթե սահմանը մեծ է մի թվից, ուրեմն հաջորդականության անդամներն էլ էլի պիտի սկսած ինչ որ համարից պիտի մեծ լինեն։ Այսինքն եթե x-ները մոտենում են b-ին, պիտի նաև a + b կեսից մեծ լինեն ինչ որ համարից սկսած։ Հիմա մնում է հասկանանք այս 1-ն ու 2-ը ոնց են իրար հակադրվում, որ հակասությունը ստանանք։ Որ անդամը դիտարկենք, որ ինչ որ խնդիր տա։ N1 N2-ից որ մաքսիմալը նայենք, հա, դիտարկենք N0-ն հավասար է մաքսիմում N1 N2 եւ նկատենք, որ N0-ն ինչն է լավը N0-ի, որ ինքը միաժամանակ մեծ կամ հավասար է N1 եւ մեծ կամ հավասար է N2։ Ուստի 1-ից եւ 2-ից ստանանք, որ 1-ից ինչ կստանանք, որ xn0-ն փոքր a + b կես եւ xn0-ն մեծ a + b կես էլ երկրորդից կստանանք։ Հակասություն։ Ստեղ ինչ որ հատուկ ընտրություն արեցինք, հա, ասենք n1-ից ու n2-ից մաքսիմալը ընտրենք։ Ինչ որ այլ լավ ընտրություն կարող ենք անել։ Իրականում լիքը այլ լավ ընտրություններ կան։ Ավելի մեծ է։ Չէ։ Այդ ինչի նույն տրամաբանությամբ ամենափոքրը չի աշխատի։ Այստեղ կարևորը այս հանգամանքը, որ մի թիվ ենք ընտրել, որ եւ n1-ից է մեծ, եւ n2-ից է մեծ։ Ուրեմն եւ այս պայմանը կբավարարվի։ Հա, ստել արի 2 գծով անեմ, այս էլ եւ այս երկրորդ պայմանը կբավարարվի, այսինքն համապատասխան հետեւությունները կարող ենք անել։ Մինիմումի համար 1-ն ու 1-ը կարող է տեղի չունենալ, ու այդ պատճառով այս անհավասարությունից 1-ն ու 1-ը կարող է չունենանք։ Հա? Իսկ մաքսիմում n1 n2 +1-ի +2-ի համար եւս այս անհավասարությունները տեղի կունենան ու համապատասխան ոնց որ x-ն հաջորդականության համապատասխան անդամը կունենանք, որ a + b կեսից եւ փոքր է եւ մեծ է, ինչը հնարավոր չի, հա? Կգտնեմ։
Կարող ենք, որովհետև դա էլի բնական թիվ է, որը մեծ է թե n1-ից, թե n2-ից։ Կանոնը Լավ, ստեղից հարցեր։ Բարի։ Հիմա մի հատ էլ հատկություն 4, հա։ 4։ Okay։ Զուգամետ հաջորդականությունը սահմանափակ է։ Այսինքն եթե x-ը ձգտում է a-ի, որտեղ a-ն ինչ-որ իրական թիվ է, հա, հաջորդականությունը սահմանափակ է, այդ ինչ է նշանակում։ Վերևից ու ներքևից սահմանափակ է, այսինքն ինչ-որ երկու թվերի արանքում է գտնվում, այսինքն գոյություն ունեն m և մեծատառ m իրական թվեր, այնպես որ փոքրատառ m-ը փոքր հավասար x-են, փոքր հավասար մեծատառ m-ից, հա։ Չէ։ Ասենք օրինակ 1/3 հաջորդականությունը։ Առաջին անդամ 1 է, երկրորդ անդամ 1/2, 1/3, 1/4, հա, բայց ինքը հաստատ 0-ից փոքր չեն։ Okay։ Լավ, հիմա փորձենք այս բնդումը ապացուցել։ Գիտենք, որ x-ը ձգտում է a-ին, հա։ Ինչ կարող ենք ասել մեր հատկություններից։ Հա։ Ոնց որ տենց կարող ենք իհարկե եւ սահմանումից դա ստանալ ու նույն ոնց որ էներգիան ծախսելով կարող ենք մեր ապացուցած հատկություններից ստանանք, մենակ ոնց որ կոպիտ ասած, որը կարիք ունենք ավելի ամրապնդելու, նայել անենք, եթե ոնց որ ուզում եք վերհիշեք սահմանումով անենք, եթե ուզում եք վերհիշենք այն հատկությունները, որոնք քիչ առաջ ապացուցեցինք, այդ անենք, որի կարիքը ունեք, սահմանում, հատկություն, okay։ Ասա։ Եթե n-ը ուրեմն սահմանումով կանենք։ Համոզեցիր, որ սահմանումով պետք է։ Բարի, ինչ էր, ըստ սահմանի սահմանման ինչ կարող ենք ասել։ Գոյությունի n էպսիլոն կախված բնական թիվ, այնպես որ բխում է, որ մոդուլ x-n մինուս a-ն փոքր է էպսիլոն, հա։ Հիմա ինչ անենք։ Ինչ որ վերցնենք շատ կոնկրետ էպսիլոն, օրինակ վերցնենք էպսիլոնը հավասար է 1, հա։ Հեչ կապ չունի ինչ ենք վերցնում, հա։ Էպսիլոնը հավասար է 1, եւ կունենանք, որ
մոդուլ x-n հանած a-ն փոքր է 1, երբ որ n-ը մեծ կանցար է, ինչ որ մեծատառ n։ Սա նույնն է թե x-n-ը գտնվում է ինչի եւ ինչի միջև։ a-1-ի եւ a+1-ի միջև, հա, երբ որ n-ը մեծ կանցար է 1, այս a-ներ, այս a-1-ը, այս a+1-ը, մենք գիտենք, որ մեր հաջորդականության անդամները սկսած n-ից, սկսած մեծատառ n-ից, հա, այդ a-1-ի a+1-ի միջև են, բայց մենք ուզում ենք ստանանք, որ ամբողջ հաջորդականությունը սահմանափակ է, ինչ որ երկու թվերի միջև է գտնվում։ Այո, դրանից դուրս վերջնավոր թվով անդամներ կան, ու հիմա, այսինքն այդ անդամներով որոնք են x1, x2 միջև x, x-n կամ x-n-1, եթե այստեղ հավասարության նշանը թույլ ենք տվել միջև x-n-1-ը, չէ՞։ Ու հիմա ինչ ասենք։ Վերցնելով ասենք փոքրատառ m-ը, եթե վերցնենք x1, x2, xn-1 ու ինչի փոքրագույն մինիմում x1, x2, xn-1 ու մի հատ էլ a-1, չէ՞։ Կստանանք, որ մի կողմից xn-ը, ոնց որ m-ը փոքր է հավասար x1-ից, x2-ից ու xn-1-ից և m-ը փոքր է հավասար ինչից, a-1-ից, որը փոքր է մեր x-n-ից, ստեղ եթե աստղանիշ դնենք, հա, x-n-ից, երբ որ n-ը մեծ կանցար է n, այսինքն տեսանք, որ առաջին n-1 անդամներն են մեծ կանցար m-ից, մնացած անդամները ևս մեծ կանցար են m-ից, այսինքն m-ը փոքր է հավասար x-n, որ n-երի համար։ Նայք, մեծ կամ հավասար n, էդի ստեղ ունենք։ Միջև n-1-ն էլ, 1, 2, n-1-ի համար էլ ունենք։ Հիմա որ ինդեքսների համար ստացանք, որ m-ը փոքր է հավասար x-n։ Բոլոր ինդեքսների համար ստացանք։ Տեսնում եք, թե չէ, եթե ստեղ էլ մի քանի հատ անդամ կար, վերցրեցինք այսքանի մինիմում ու a-1-ի մինիմում։ Հիմա այդ մի քանի հատ անդամներ են մեծ կանցար այդ թվից, եթե a-1-ը մեծ կանցար այդ թվից, մնացած բոլոր անդամները էլի մեծ կանցար են այդ թվից։ Այսինքն բոլոր անդամները մեծ կանցար են m-ից։ Հիմա մեկ այլ մարդ թող ասի, որպես մեծատառ m ինչ ենք վերցնում։ Մաքսիմում կասես ինչ։ 1 xn-1 և ընտիր, կանոնը Ելեն, Ելեն ու ոնց որ Ելեն, չէ, հա, ոնց որ, օքեյ։ Շավ, եթե մեկի անունը չի հիշեմ, կասեմ Ելեն։ Լավ, նույն կերպ վերցնելով մեծատառ m-ը հավասար է արդեն ապրեք մաքսիմում x1, xn-1 և արդեն a+1-ը, հա, եթե ստեղ էլ ինչ-որ մի քանի հատ էլ ավելի մեծ անդամ լինեն, այդ անդամների ու a+1-ի մաքսիմումը կվերցնենք, որ ապահովենք, կստանանք, որ մի անգամից գրեմ x-ը փոքր հավասար m, թե այս դետալը գրենք էլի։ Գրենք։
կստանանք, որ m-ը մեծ կամ հավասար է x1-ից, x2-ից, xn-1-ից եւ m-ը մեծ է հավասար ինչից։ a+1-ից, այդ էլ մեծ է xn, երբ որ n-ը մեծ կամ հավասար է n, մեծատառ n։ Ոստի m-ը մեծ կամ հավասար է մեր բոլոր անդամներից։ Այսպիսով մեր բոլոր անդամները գտնվում են փոքրատառ m-ի ու մեծատառ m-ի միջև։ Անվերջ փոքրեր, լեմաներ, անվերջ մեծեր։ Լեմաները կարեք բաց թողեք, անվերջ փոքրեր եւ անվերջ մեծեր։ Նախ սահմանենք ինչա անվերջ փոքր։ Կասենք, որ x-ն հաջորդականությունը անվերջ փոքր է, եթե x-ը ձգտում է 0-ի։ Այս մի հատ բարձ հատկության մեջ համոզվենք, նո լավ, մի հատ օրինակ ասենք անվերջ փոքրի, օրինակ x-ն հավասար է 1/9-ը անվերջ փոքր է, հա։ Կամ անվերջ փոքր հաջորդականությունը, փոքր է։ Հա, մի հատ սենց հատկություն, որպեսզի x-ը ձգտի a-ին, անհրաժեշտ է եւ բավարար, որ ինչը լինի անվերջ փոքր, x-ը ձգտի a-ին, անհրաժեշտ է եւ բավարար, որ x-ն մինուս a-ն լինի անվերջ փոքր, ձգտի 0-ի։ Եկեք սա ապացուցենք, ասենք անհրաժեշտությունն ենք ցույց տալի, x-ը ձգտում է a-ի, ուզում ենք հասկանանք, որ x-ն հանածան անվերջ փոքր է։ Ինչ է նշանակում։ Սահմանի սահմանման համաձայն սահմանի սահմանման կամական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այդ համար, հա, էպսիլոնից կախված, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ x-ն հանած a-ն փոքր է էպսիլոն։ Հիմա եկեք այնպես այս ամեն ինչը գրենք, որ երևա, որ x-ն հանած a-ն ձգտում է 0-ի։ X-ն հանած a-ն ձգտում է 0-ի, էդի որն է։ Նույնն է թե, որ լավ։ Սա եկեք այստեղ փաստորեն ըստ մի անգամից երկու կողմն էլ կանենք, այստեղ եկեք գրենք ապացույց, հա։ Ապացույց, սահմանի համաձայն x-ը ձգտում է a-ին, այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս պայմանը տեղի ունի։ Հա։ Հիմա էլ սա նույնն է թե ինչ, որ կամական էպսիլոնի համար, էլի գոյությունի համար, այնպես որ այդ համարից սկսած, մի հատիկ կասեիք, x-ն հանած a-ն անվերջ փոքր լինելը ինչ է նշանակում, որ x-ն հանած a-ն ձգտում է 0-ի։ Հիմա նույն այդ սահմանի սահմանման համաձայն x-ն հանած a-ն ձգտում է 0-ի, ոնց կգրեիք։
որ էլի կամայական էպսիլոնի համար գոյությունի համար, որ այդ համարից սկսած ինչ տեղի ունի։ Այո, որ մոդուլ x-n հանած a-ից հանած 0-ն փոքր է էպսիլոնից։ Էսի նույն բանն է։ Էս ու էսի նույն բանն է գրած, որտեղ պարզապես մի հատ հավելյալ փակագիծ ենք դրել, մի հատ էլ հանել ենք 0։ Բայց սենց արդեն դուք տենում եք, որ x-n հանածան ձգտում է 0-ին։ Էս էլ նույնն է թե, որ x-n հանած an ձգտում է 0-ի, նույնն է թե, եթե ինչ-որ մի բան ձգտում է 0-ի, դա անվերջ փոքր է, հա։ Ինչպես։ Կներես չհասկացա ինչ ասցիր։ Ասա մենք ինչ ցույց տվեցինք, ինչի մենք չգիտեինք արդեն։ Մենք լավ, հեսա մի հատ ավարտեմ, x-n հանած an ասցինք ձգտում է 0, այդ էլ նույնն է թե, որ x-n հանած an ինչ է անվերջ փոքր։ Հենց ըստ էության հետևյալը տեսանք, որ եթե x-n-ը ձգտում է a-ին, x-n հանած an էլ ձգտում է 0-ին։ Այդ էր, որ մենք շատ սպասելի էր, որ լիներ, բայց չգիտեինք, իմացանք։ Հա? Շատ լավ։ Այս հատկությունը տեսանք, հիմա եկեք մի հատ էլ հատկության մեջ համոզվենք։ Հատկություն անվերջ փոքրերի վերջավոր թվով գումարը ինչ է ակնկալում որ լինի անվերջ փոքր Հիմա եկեք սա ապացուցենք Այսինքն մենք ունենք որ նախ կուզենանք երկու հատի համար ապացուցենք թե ընդհանուր դեպքում ապացուցենք երկու հատի համար ոնց որ մի քիչ իրավիճակը ավելի բարձր կլինի բայց ամբողջ պրինցիպը նույնն է ոնց որ որը հարմար է գտնում այն էլ անենք կարանք ոնց որ բարձր իրավիճակում անենք որ լրիվ հասկանանք ինչա լինում ընտիր Ցույց կտանք հատկությունը կապացուցենք երկու գումարելու դեպքում, հա Այսինքն, ինչ ունենք, որ x-n-ը անվերջ փոքր է, x-n-ն ու y-n-ը անվերջ փոքր են, այդ ինչ է նշանակում, ձգտում են 0-ի, ստեղից ուզում ենք ստանանք, ստեղ հարցականի նշան կդնեմ, որ դեռ ուզում ենք ապացուցենք, որ իրանց գումարը անվերջ փոքր է, այսինքն x-n գումարած y-ն ձգտում է 0-ի Okay, այս ուզում ենք ստանանք։ Ոնց անենք։ X-ը որ ձգտում է 0-ի, այդ ինչ է նշանակում։ Էլի, սահմանման, հա։ Ունենք, որ
կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այդ համար, եկեք n1 գրեմ, հա։ Իհարկե այդ համարը կախված է էպսիլոնից, հա, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Xn հանած ինչը Xn մոդուլ Xn հանած 0-ն փոքր է էպսիլոն։ Լավ, եթե էպսիլոնից կարողանում եմ փոքր դարձնեմ, օրինակ կարող եմ էպսիլոն կեսից էլ փոքր դարձնել։ Հա, ասեն նորմալ է որ ստեղ գրեմ փոքր է էպսիլոն կես։ Քիչ հետո կտենանք ինչի գրեցինք, բայց եթե կամայական դրական թվից փոքր կարողանում ես դարձնել, սա էպսիլոն կեսը էլի դրական թիվ է։ Նույն կերպ եւ կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի մի հատ երկրորդ համար, հա։ Այնպես որ այդ երկրորդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ yn հանած 0-ն փոքր կլինի էպսիլոն կեսից։ Հիմա մի հատիկ վերցնենք էպսիլոն ֆիքսենք։ Ֆիքսենք էպսիլոնը եւ հիմա ուզում ենք գումարը գնահատենք։ Այսինքն մեր նպատակը ստանալ, որ x-ն գումարած y-ն հանած 0-ի մոդուլը փոքր է էպսիլոնից, տենց մի բան ստանալ, հա։ Ինչպես։ Հա, տենց էլ անել ենք։ Հիմա այստեղ մի փոքր տեղ բաց թողենք, հա։ x-ն գումարած y-ն հանած 0-ն։ Այս ենք ուզում գնահատենք, չէ՞։ Այդ իհարկե նույնն է թե որ մոդուլ x-ն գումարած y-ն գրեմ։ Հիմա սա մենք ուզում ենք գնահատենք վերևից թե ներքևից, ավելի մեծ բանով թե ավելի փոքր բանով ենք ուզում գնահատենք։ Ավելի մեծ։ Ինչի՞ց է, սա փոքր հավասար։ Ոնց որ եկեք, ոնց որ հերթով ասենք։ Մոդուլ x-ն գումարած մոդուլ y-ն։ Մերի ման է կներես։ Ման է։ Այս մոդուլ x-ն գումարած մոդուլ y-ն։ Այսի ունենք որ անհավասարություն է, այս որ անհավասարությունը։ Ֆիքսենք էպսիլոնը եւ եռանկյան անհավասարությունից կստանանք, որ սա տեղի ունի։ Հետևաբար հիմա n-ը ուզում ենք մոդուլ x-ը փոքր լինի էպսիլոն կես, մոդուլ y-ն էլ փոքր լինի էլի էպսիլոն կես, որ գումարն էլ փոքր լինի էպսիլոնից։ Հիմա որպեսզի թե մեկը թե երկուսը տեղի ունենա, մեզ n-ը ինչպիսին պետք է լինի։ Եվ n1-ից պետք է մեծ կանսար լինի եւ n2-ից մեծ կանսար լինի, այսինքն ինչ թվից մեծ կանսար լինի։ Մաքսիմումից, այո։ Մաքսիմումից եթե մեծ կանսար լինի, ապա թե մեկից, թե մյուսից մեծ կանսար կլինի։ Հետևաբար, երբ n-ը մեծ կանսար է մաքսիմում n1, n2, կստանանք, որ n-ը մեծ կանսար է n1 և n-ը մեծ կանհավասար է n2, ուստի նախորդ անհավասարությունից և 1-2-ից կստանանք, որ ինչ։ Այս եթե n-ը մեծ կանսար է մաքսիմում
n1, n2, տեղից բխում է, որ մոդուլ x-n գումարած y-n-ը փոքր հավասար լինելով դրանց մոդուլների գումարից փոքր կլինի էպսիլոն կես գումարած էպսիլոն կես։ Սին էպսիլոնից փոքր կլինի։ Հա? Սին այսպիսով համարական էպսիլոնի համար գոյություն ունի ինչ-որ համար, հա? Գտանք մի հատ համար, որ գոյություն ունի n3, հա, եթե ուզում եք այս սրա անուննել n3 դրեք։ Գոյություն ունի n3, այնպես որ հենց n-ը մեծ կամ հավասար է n3, ուրեմն մոդուլ x-n գումարած y-n հանած 0-ն փոքր է էպսիլոն։ Ուստի x-n plus y-n-ը ինչ է։ Անվերջ փոքր է։ Շատ լավ, հիմա եթե երկու հատ հաջորդականություն չլիներ, 12 հատ հաջորդականություն լիներ, այդ ժամանակ ամեն մեկը պահանջելու եք, որ փոքր լիներ էպսիլոն 12-ից, ուստեղ 12 հատ համար եք ունենալու, n1, n2, մինչև n12, ու ինչ եք անելու, այդ համարներից ամենամեծն էինք ընտրելու, այդ ամենամեծից սկսած բոլոր այդ 12 անհավասարությունները տեղի էին ունենալու ու այդ պատճառով ստեղ այս գումարը փոքր է լինելու էպսիլոն 12-ների քանի հատ գումարից։ 12 հատ գումարից, հա։ Որ հետո զուտ էպսիլոն ստանայինք այդ ընդհանրապես դրա համար։ Իհարկե նույնը կարող ենք վերջում ասենք, ստեղ էպսիլոններ գրեինք, հետո ստացանք 2 էպսիլոն։ Եթե 2 էպսիլոնից կարողանում ես փոքր դարձնես, որտեղ էպսիլոնը կամայական դրական թիվ է, 2 էպսիլոնը ինչքան ուզես փոքր կդառնա։ Կարևորը որ այդ արտահայտությունը էլի 0-ին ինչքան ուզես մոտենա, էլի։ Վերջավոր թվով, այսինքն ֆիքսած է։ Կարող ենք։ Իհարկե։ Կարող ենք ինդուկցիայով այս ապացույցը ավարտին հասցնենք, ասեն երկուսի համար ունենք, k-ի համար ենթադրենք ճիշտ է, k + 1-ի համար պետք է ասենք մի հատ k հատի համար արդեն գիտենք, որ անվերջ փոքր է, այն մի հատիկն էլ այս անվերջ փոքր k հատը, այն վերջի մի հատն էլ անվերջ փոքր, գումարեցինք, ստացվի էլի անվերջ փոքր։ Բայց եթե թույլ տաք, էդի բաց թողենք։ Հա? Ոնց որ անվերջ փոքրը մենք անվանում ենք հաջորդականություններին։ Էպսիլոնը ինչքան ուզես փոքր արժեք է ընդունում, հա, քեզ հետաքրքրում են 0-ին մոտ արժեքները, բայց ինքը հաջորդականություն չի։ Դու անվերջ փոքր հաջորդականություններին ես անվանում ինչ որ հատկությունով օժտված։ Էպսիլոնը հաջորդականություն չի, զուտ թիվ է, որը ինչ արժեք ասես կարա ընդունի 0-ին մոտի։ Բարի։ Մի հատ նեմա անվերջ փոքրի եւ փոքր եւ սահմանափակ հաջորդականության անվերջ փոքր եւ սահմանափակ հաջորդականությունների արտադրյալը անվերջ փոքր է։ Այսինքն ինչ ենք ասում, նույնն է թե հետևյալը։ Եթե x-ը ձգտում է 0-ի և
Սահմանափակ հաջորդականությունն էլ որն է, որ, ասենք չգիտեմ, մոդուլ y-ը փոքր է հավասար m, բոլոր n-երի համար n-ից, ապա ինչ։ X-n անգամ y-ը ձգտում է 0-ի։ Եկեք։ Չէ, մեկը անվերջ փոքր է, մեկը սահմանափակ է, արտադրելը անվերջ փոքր է։ Ոնց որ հատուկ երկու ձևով էլ գրում եմ, որ ոնց որ թե նրան սովորենք ու ոնց որ թյուրիմացություններն էլ չունի։ Հիմա եթե ապացուցենք, ինչ պիտի անենք։ Էլի պիտի օգտվենք սահմանի սահմանումից, հա։ Համաձայն սահմանի սահմանման այդ x-ն-ի թե y-ն-ի համար ենք օգտվում սահմանի սահմանումից։ X-ն-ի, որտեղ մենակ x-ն-ի մասին սահմանը գիտենք, հա, ինչա, y-ն-ի մասին ոչ մի բան չգիտենք, հա։ Կամայական էպսիլոն դրական թվի համար գոյությունն ինչ որ համար n0 ասենք, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ x-n հանած 0 փոքր է էպսիլոն։ Հա։ Կարող ենք էպսիլոն m-երորդ գրենք, այո, որ մեկը հետո բազմ պատկելու ենք m-ով ու ոնց որ տեղ ենք գնի։ Հետևաբար մոդուլ x-n անգամ y-n հանած 0-ն, որը կարող են գրել ինչ։ Մոդուլ x-n անգամ մոդուլ y-n փոքր է կլինի ինչ։ Այս մեկը փոքր է էպսիլոն m-երորդից, մյուսն էլ փոքր է հավասար m-ից, հիմա եթե մեկը փոքր է, մյուսը փոքր է հավասար, արտադրյալը փոքր է, թե փոքր է հավասար։ Փոքր հավասարը ճիշտ կլինի, բայց փոքրն էլ ճիշտ կլինի, որովհետև ոնց որ սրան արդեն հավասար լինել չի կարող, այմով որ բազմ պատկեք էլ հավասար չի լինի, հա։ Այսինքն ստացանք էպսիլոն։ Այսինքն x-n անգամ y-ն անվերջ փոքր է։ Երբ պատել օրինակ նայենք, ցույց տանք, որ ասենք x-ն հավասարը սինուս m բաժանածայինը ձգտում է 0-ի։ Ինչպես ցույց տանք, որ սինուս m բաժանածայինը ձգտում է 0-ի։ Գրենք, որ x-ը հավասար է սինուս n անգամ 1/3։ Օ, հիմա ինչ գիտենք սինուս n-ի մասին։ Պարզ է, որ մոդուլ սինուս n-ը ինչ է, փոքր է հավասար 1, ուստի սինուս n-ը ինչպիսի հաջորդականություն է, սահմանափակ է, իսկ 1/3-ը անվերջ փոքր է, հա, 0-ի ձգտումը ուրեմն անվերջ փոքր է, փոքր է, ուստի ուստի սինուս n անգամ 1/3-ը անվերջ փոքր է։ Նույնն է թե, որ սինուս n անգամ 1/3-ը ձգտում է
0։ Արի։ Այսին իհարկե կարող է սկզբնական տեսքը այնպեսին չլինի, որ տենց այդ սահմանափակ անգամ անվերջ փոքր գրված լինի, ձեզ պետք լինի տարանջատել, բայց տարանջատելուց հետո արդեն հեշտ կարող եք տեսնել ինչա կատարվում։ Այսինքն օրինակի ժամանակ պետք չի նատապացուցել, որ անվերջ փոքր Օրինակի ժամանակ պետք չի ապացուցել, որ անվերջ փոքրի ու սահմանափակի արտադրյալը անվերջ փոքր է։ Այդ պետք չի ապացուցել, բայց որ հաջորդականությունը սահմանափակական գուցե մյուսը տենց ակնհայտ չի, որ անվերջ փոքր է, այդ պետք է անել, էլի։ Այդ զուտ այն նրա համար արեցինք, որ հետո վերջում փոքր է էպսիլոն ստանանք։ Իհարկե, եթե այսպես չվարվեինք, ստեղ էպսիլոն անգամ m կստանայինք, ու պետք է հասկանայինք, որ էպսիլոն անգամ n-ը, երբ որ էպսիլոնը թույլ ես տալի ինչքան ուզես 0-ին մոտենա, էպսիլոն անգամ m-ը էլի է 0-ին ինչքան ուզես մոտենում։ Ի վերջո քո նպատակը այն է, որ այս տարբերության մոդուլը դարձնես ինչքան ուզես փոքր։ Հա? Ֆաունը Լավ հարց։ Անվերջ փոքր գումարած սահմանափակը ինչ է։ Սահմանափակ կլինի, ինչ է սահմանափակը։ Անվերջ փոքրը ինքը ինչպիսի հաջորդականություն է։ Ինչ է սահմանափակ։ 0-ի է ձգտում, 0-ի ձգտողը մասնավորապես ինչպիսին է։ Զուգամետ է, իսկ զուգամետները քիչ առաջ համոզվեցին, որ սահմանափակ են։ Որ եթե ասենք մեկը m1 թվով է սահմանափակ մոդուլը, մյուսը m2 թվով է սահմանափակ, գումարը ինչով սահմանափակ կլինի։ m1 plus m2-ով, էլի երանգյան անհավասարությունով x-n գումարած y-ի մոդուլը կարող ես ասել, որ փոքր է ասել մոդուլ x-n գումարած։ Չէ։ Անվերջ փոքր է, որ զուգամետ է, 0-ի է ձգտում, ուրեմն ինքը սահմանափակ է լինում։ Բարի։ Հիմա մի հատ էլ սահմանենք ինչա անվերջ մեծը։ Կասենք, որ x-ն x-ը անվերջ մեծ է, հա։ Եթե մոդուլ x-ը ձգտում է պլյուս անվերջության։ Ու ուսանց թեորեմ ձևակերպենք անվերջ մեծերի ու անվերջ փոքրերի կապը տվող զուտ սահմանում ենք այդպես։ Այսինքն լավ օրինակ, եթե ուզում եք մի հատ օրինակ բերենք, ասենք օրինակ x-ը հավասար է -1-ի n աշճան անգամ n-ը, հա, ինքը, չգիտեմ, -1, հետո 2, հետո -3, հետո 4, հետո -5, հետո 6, այդ հաջորդականությունը անվերջ մեծ է, որովհետև անվերջ մեծ է, քանի որ մոդուլ x-ը ինչին է հավասար։ N-ի, որն էլ ձգտում է պլյուս անվերջության։ Հա։ Հիմա եկեք հասկանանք անվերջ մեծերի ու անվերջ փոքրերի կապը, թեորեմ։ Ну, ոնց որ այդ դեպքում նաև կարող է գրեն, որ x-ը ձգտում է պարզապես անվերջի առանց նշանի։ Այդ էլի ընդունված է, այդ անվերջ մեծերի համար գրել, որ x-ը ձգտում է անվերջի, ոչ թե պլյուս անվերջ, ոչ թե մինուս անվերջ, այլ պարզապես անվերջ։ Մեծ։ Պլյուս անվերջության դեպքում պլյուս անվերջ ձգտելիս դու ի նկատի ունես, որ պլյուս անվերջի շրջակայքում է գտնվում, y-ից պլյուս անվերջ է։ Մինուս անվերջի ձգտելիս դու ասում ես մինուս անվերջի շրջակայքը, մինուս անվերջությունից ինչ որ y է կամ մինուս y է։ Հիմա անվերջի ձգտելիս դու ըստեյության ասում ես այս երկու շրջակայքներից մեկում է, հա, այսինքն միավորման մեջ է։ Ինքը մինուս անվերջի ձգտողներն էլ են անվերջ մեծ,
Պլյուս անվերջի ձգտողներն էլ են անվերջ մեծ։ Այս էլ օրինակ է, որ ոչ մինուս անվերջի է ձգտում, ոչ պլյուս անվերջի։ Սահմանը միշտ միակն է։ Ուրիշ բան, որ ինչ որ ենթահաջորդականություններ կարող է մի զույգերով մի բանի ձգտի, կենտերով մի բանի ձգտի, բայց ինքը հաջորդականությունը sense տնես պլյուս անվերջի չի ձգտում, ոչ էլ մինուս անվերջի է ձգտում։ Ինքը այդ դեպքում պարզապես ասում ենք, որ անվերջի է ձգտում։ Լավ, թեորեմ, որպեսզի x-ը լինի անվերջ փոքր, անհրաժեշտ է եւ բավարար, որ ինչը լինի անվերջ մեծ։ Հա, 1x-ը։ Ու իհարկե այստեղ պիտի պահանջենք, որ x-ը 0-ից տարբեր անդամներ ունենա, որ հա այդ մեկը բաժանած x-ը որոշված լինի։ Լավ, փորձենք ինչ-որ մի բան անել։ Լավ, ասենք այս ուզում ենք ցույց տանք, որ եթե անվերջ փոքր է, ապա մեկը բաժանած x-ը անվերջ մեծ է։ Օրինակ, ինչի ստեղ հակասողը չի աշխատի։ Որովհետև եթե անվերջ մեծ չի, տարբերակները շատ են, լիքը ուրիշ բաներ կարա լինի։ Երբ որ հակառակի տարբերակը ոնց որ շատ կոնկրետ է, այդ ժամանակ հակասող ենթադրությունը կարող է լավ օգտակար լինի, բայց եթե դու հազարատ տարբերակ ես ունենալու, ոնց որ այդ հակասող ենթադրությունը այդտեղ այդքան օգտակար չի լինի։ Այդ էլ ոնց որ կարևոր է, որ փորձեք ու հասկանաք, որ պարագայում օգտագործեք, որ պարագայում չօգտագործեք ինչ-որ գործիք, հա։ Բարի։ Հիմա ունենք, որ կամայական էպսիլոնի համար x-ը անվերջ փոքր է, չէ՞, այսինքն կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, ասենք n0, այնպես որ այդ n0-ից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ x-n մինուս 0-ն փոքր է էպսիլոնից։ Սրա անունը ասենք 1 դնենք։ Հիմա մենք ինչ ենք ուզում տեսնենք, որ մոդուլ 1-ը բաժանած x-ը ձգտում է պլյուս անվերջության, չէ՞։ Ցույց տանք, որ կամայական y-ի համար, հա, մի հատ համար կա, այնպես որ այդ համարից սկսած մոդուլ 1-ը բաժանած x-ն կամ այսպես գրեմ, հա։ Հա, մոդուլ 1-ը բաժանած x-ն է, այսի մեր հաջորդականության անդամն է։ Հա, այս մոդուլը գալիս է այն նրանից, որ 1-ը բաժանած x-ը ուզում ենք անվերջ մեծ լինի, այսինքն իր մոդուլը պետք է ձգտի պլյուս անվերջի։ Այսինքն սա պետք է ինչ լինի։ Մեծ լինի y-ից։ Հա։ Հիմա y-ն վերցնենք կամայական y, ֆիքսենք այդ y-ն։ Էպսիլոնը ինչ կուզենաք վերցնեք։ 1/3։ Ոնց որ այս y-երը, մեզ այդտեղ y-երը հետաքրքիր են, որոնք ինչին են մոտիկ։ Պլյուս անվերջին են մոտիկ, հա։ Իսկ էպսիլոնները 0-ին մոտիկներն են։ Ինչքան y-ն մեծ, այնքան դժվար է սրան բավարարել։ Նույն ձևով էլ էպսիլոնը ինչքան 0-ին մոտիկ, այնքան դժվար է սրան բավարարելը, հա։ Վերցնենք, ֆիքսենք, հա, ֆիքսենք կամայական y մեծ է 0 և մեկում վերցնենք էպսիլոնը հավասար է 1/3։ Yəni եթե դրական է 1/3-ը էլի դրական է։
1 բաժանած e, հա? Երրորդ չէ, երրորդ։ Այդ դեպքում հատ համար կա, չէ, գոյություն ունի n0, Ոնց ուզում եք գրեք n0 էպսիլոնից կախված, էդ էլ իր հերթին կախված է, այս 1/3-ն է, չէ, էպսիլոնը։ Այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում։ Մոդուլ x-n հանած 0-ն փոքր է էպսիլոն։ Նույնն է թե մոդուլ x-n-ը փոքր է ինչից։ 1/3-ից։ Դե հիմա կարող ենք y-ի ու մոդուլ x-n-ի տեղերը փոխել, որովհետև երկուսն էլ դրական են, հա, այսինքն y-ն փոքր է 1 բաժանած մոդուլ x-n, այսպիսով մոդուլ 1 բաժանած x-n-ը մեծ է y, n-ը սկսած n0-ից։ Այս էլ հենց այն չի, որ մոդուլ 1 բաժանած x-n-ը անվերջ մեծ է։ Ստացանք ինչը որ պետք է։ Հիմա եթե հակառակը ցույց տայինք, ընդամենը ոնց որ պետք է հիմա էսի ունենք, կամայական y-ի համար գիտենք, որ ինչա կատարվում, պետք է տեսնենք, որ կամայական էպսիլոնի համար մոդուլ x-n հանած 0-ն էպսիլոնից կարող ենք փոքր դարձնել։ Հիմա ինչն էինք վերցնել, ինչն էինք ֆիքսելու, ինչն էինք ինչ վերցնելու։ Ստեղ օրինակ կամայական y վերցրեցինք, որտեղ կամայական y-ի համար սա ուզում էինք ստանայինք։ Ու էպսիլոնը վերցրեցինք 1/3։ Հիմա մենք կվերցնենք կամայական էպսիլոն կվերցնենք, որտեղ սա ենք ուզում ցույց տանք կամայական էպսիլոնի համար։ Ու y-ն կվերցնենք 1 էպսիլոնի վրա։ Բարի։ Այդ տանը մի հատ կարող եք գրել, այդ ձեզ տանը։